13-ից 14-ը լայնածավալ մարտեր Հայաստանի տարածքում, հարվածներ հասցրեցին քաղաքներ, ջերմուկ եւ այլն։ Սա արդեն համարվում է Հայաստանի տարածքի վրա ամենախոշոր հարձակումը 2020 թվականից հետո։ Ամփոփում է ChatGPT-ն. Մեկ լիարժեք մեծ պատերազմ, մեկ խոշոր ռազմական էսկալացիա, շարունակվող սահմանային բախումներ 2021 թվականից հետո։ Հայաստանի իրենց բոլոր ղեկավարների բացառությամբ Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանում տեղի ունեցել ռազմական էսկալացիաներ եւ պատերազմ։ Դուք բարբերաբար ասում եք, որ հաստատված խաղաղություն կա, ուր է, կրակոց չկա, ցույց տվեք, ասեք զոհեր կան, թե ոչ, բայց առնվազն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Իլհամ Ալիևը հայտարարել է, որ դուք ունեք միայն առաջադրանք, եւ քանի այդ առաջադրանքը չեք կատարել, խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու։ Հիմա պարոն Փաշինյան, բաց հարց, ում վրա է ծախում, այսպես ասած, խաղաղություն բառը, եթե դուք այդ միակ ղեկավարն եք, ում որով այսքան պատերազմ եւ այսքան ռազմական էսկալացիա է տեղի ունեցել, եւ ձեր կառավարման առնվազն 7 տարվա ընթացքում Հայաստանի ժողովուրդը մշտապես եղել է ստրեսի, դեպրեսիայի եւ պատերազմի մեջ։ Ես զարմանում եմ, ինչի եք ChatGPT-ին հարցնում, դուք Հայաստանում չեք եղել այդ ողջ ընթացքում։ Մի րոպե, սպասեք էլի, ես լուր ձեզ լսում էի, դուք էլ ինձ լուր լսեք էլի։ Երկրորդը, ChatGPT-ին հարցնելու կարիք չկա։ Այդ ամեն ինչը տեղի է ունեցել մեր բոլորի աչքի առաջ եւ մեր կյանքում, մեզ հետ։ Եվ այդ ամեն ինչի արդյունքում Հայաստանը ձեռք է բերել իրական անկախություն։ Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել իրական անկախություն եւ ձեռք է բերել իրական խաղաղություն։ Նախորդ շրջանի ամբողջ ռազմավարությունը եղել է հետեւյալը, որ ոչինչ թող եւս 30 տարի սենց ձգվելով, քանվելով կիսապետությունից մեկ քառորդ պետություն դառնալով եւ տենց շարունակենք գնալ։ Այդ ամեն ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել անկախություն եւ առիթ ունեցել եմ ասելու, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը պետություն է ավելի քան երբևէ, անկախ է քան երբևէ, ինքնիշխան է քան երբևէ, խաղաղ է քան երբևէ, զարգացած է քան երբևէ եւ ունի մեծ հեռանկարներ քան երբևէ։ Գիտեք ինչ, ոչ մի բան ձրի չի տրվում։ Պետությունը ձրի չի տրվում։ Պետություն ձրի պետություն ունենալն է, այդ որ ասում եք երաշխավոր, բա ինչի չեք ասում, բա այդ որ նոր նկարագրում եք այդ իրադարձությունները, ջերմուկի եւ բանը, բա այդ որ բոլորը տենց հիացական բան են եւ կրկոտ երաշխավոր են, բա այդ ժամանակ մենք ունենք երաշխավոր։ Ձեր ասած նախորդ ղեկավարների ժամանակ ձևավորված, ստորագրած, վավերացրած, երթում կերած անվտանգության երաշխիքներ կային, բայց այդ անվտանգության երաշխիքները ինչի չաշխատեցին։ Որ 30 տարի աշխատել են Հայաստանի պետություն չլինելու հաշվին։ 30 տարի աշխատել են Հայաստանի վասալ լինելու հաշվին եւ չեն աշխատել, որտեվ 30 տարի սահմանին զոհեր ենք ունեցել մենք։ 2025 թվականը առաջին օրացուցային տարին է անկախությունից ի վեր, երբ որ մենք Ադրբեջանի հետ հրաձգության հետևանքով ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ Մենք հազարավոր զոհեր ենք ունեցել։ Եվ այսօր այո խաղաղություն է եւ Հայաստանի ժողովուրդը պետք է տեր կանգնի այդ խաղաղության։ Պատասխանեցի ես ձեր հարցին։